Ողջույն եւ բարի գալուստ Restart Գյումրիի օնլայն հարթակ։ Քաղաքացիական կրթության եւ կարողությունների զարգացման երկրորդ դպրոցի շրջանակներում մենք շարունակում ենք ձեզ հետ կիսվել արցախցի երիտասարդների հայաստանյան փորձառությամբ, նախորդ տարիների անցած ճանապարհով, դժվարություններով, հաջողություններով եւ ապագայի մասին պատկերացումներով։ Այսօրվա մեր ոդքասթի հյուրերը Էլենը եւ Նազելին են, ում հետ միասին մենք քննարկելու ենք, թե ինչպես են արցախցի երիտասարդները հարմարվում նոր միջավայրին, նկատի ունենք այն համայնքների, քաղաքների կյանքին, որտեղ հաստատվել են տեղահանումից հետո։ Էլեն, Նազելի, անչափ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ քննարկմանը մասնակցելու համար։ Սկզբի համար կուզենամ խնդրել, որ ներկայանաք, մի փոքր պատմեք ձեր մասին, Արցախի որ համայնքից եք տեղափոխվել, հիմա Հայաստանում որտեղ եք բնակվում, ինչով եք զբաղվում Արցախում ու հիմա Հայաստանում ձեր գործունեությունն ինչպիսին է։ Նազելի, եւ քեզանից սկսենք։ Ողջույն բոլորին, նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես Նազելին եմ, Արցախից, Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից։ Հիմա սովորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում, ապրում եմ Երևանում ու կարողանում եմ ուսման հետ համատեղել նաև աշխատանք։ Շատ լավ, բավական զբաղված է փաստորեն քո օրը ստացվում, ուրեմն շնորհակալ ենք, որ կարողացել ես այդ զբաղված օրերի ընթացքում մեզ համար ժամանակ գտնել։ Էլեն, դու կկիսվես։ Այո, նորից բարև ձեզ, ես էլ կցանկանամ շնորհակալություն հայտնել հրավերի համար, ես Արցախի Ստեփանակերտ քաղաքից եմ, հայրաքաղաքից եմ, հիմա ապրում եմ քաղաք Երևանում, սովորում եմ նույնպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին, ընտրել եմ ծրագրավորում որպես իմ մասնագիտություն ու նաև աշխատում եմ, փորձում եմ համատեղել աշխատանքս ուսման հետ։ Երկու զբաղված մարդու հետ գործ ունենք մենք այսօր, շատ հաճելի է, որ իրականում եւ կրթությունը եւ աշխատանքը արդեն կապում եք համայնքի հետ ու Հայաստանի հետ։ Երբ որ ասեցիք Երևանում եք բնակվել, ես ակամայից ճիշտն ասած իմ օրինակը հիշեցի, երբ որ տարիներ առաջ ես տեղափոխվում էի Երևան, ես փոքր քաղաքից էի Մարտունուց, որը իհարկե չէր համեմատվի Երևանի հետ, ու ես հիշում եմ ինչ դժվար էր ինձ համար այդ ադապտացման process-ը, չնայած որ ես ինչ-որ արտակարգ իրավիճակով պայմանավորված չէի գնում Երևան, ես գնում էի զուտ ուսումս շարունակելու, իսկ ձեր դեպքը մի փոքր այլ էր։ Հիմա կուզենամ պատմեք ոնց հարմարվեցիք, օրինակ, չգիտեմ, միգուցե Երևանում ընկերներ, բարեկամներ ունեիք եւ ավելի հեշտ ձեզ համար այդ ադապտացիան եղավ։ Մի փոքր այդ նախնական այդ իրավիճակի մասին, ձեր տպավորությունների ու տրամադրությունների մասին կուզենամ կիսվեք։ Նազելի։ Իրականում իմ դեպքում ասեմ, որ ադապտացիան բավականին բարդ կերպով ընթացել, քանի որ բուն Երևանում բարեկամներ չունենք, բայց ունենք Կոտայքի մարզում բարեկամ, ում մոտ սկզբից բնակվել ենք, ու իմ համար ամեն ինչ շատ տարբեր էր ու մի փոքր ճակերտավոր ասած օտար, չնայած որ պատկերացնում եմ օրինակ կարող էի այլ միջավայրում հայտնվել, հասկանում եմ, որ իմ հայրենակիցների կողքին դինելը այդ օտարություն չի, բայց բնականաբար միջավայր փոխել, ստրեսներ, չգիտեմ, հոգեբանական ծանր վիճակ ու մեկ էլ արտաքին ազդեցությունը, չգիտեմ, համալսարանում նոր կուրսեցիներ, նոր ընկերներ ու դու այդ քո հոգեվիճակից չես կարողանում կտրվել ու քեզ ազատ թողնել, բաց թողնել շփումների առաջ, շատ դժվար էր սկզբից, բայց ինչպես ասում են, կամաց-կամաց ադապտացվում ենք։ Ահա, էրսի շատ, հա, պատկերացնում եմ իրականում շատ դժվար կլինի մանավանդ հոգեբանական տեսանկյունից, որովհետև շատ ստրեսային իրավիճակում եք եղել, դեպրեսիայի մեջ, ինչ-որ շատ վատ տրամադրություններ եւ մանավանդ լրիվ անծանոթ միջավայրում իհարկե դժվար է։ Էլեն, քեզ մոտ ոնց է ստացվել։ Ճիշտն ասած, իմ վիճակը մի քիչ այլ է, Երևանում ունեմ մորաքուր,
տատիկս էր այստեղ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո նրանք մնացել են այստեղ, քանի որ մորաքրոջս ամուսինը զոհվել էր ու եռաբլուր էր։ Այդպես, որ ես եկա այստեղ ավելի շատ կարոտով լցված էի, որ իրանց տեսնեմ, ու մի տեսակ ուղեղս դեռ չէր ընդունել, որ հետ չեմ գնա այնտեղ։ Ու այդպես, սենց ճակերտավոր էլի ասած ուրախ տրամադրության, որ ես գալիս եմ տատիկիս տեսնեմ, մորաքրոջս տեսնեմ, եկա հասա այստեղ։ Բայց գրեթե մի քանի օրվա ընթացքում ես հասկացա, որ այս ինչ իրը, եթե մոռացել եմ իմ տանս, չեմ կարող գնալ հետ վերցնել, արդեն սկսեցի գիտակցել այդ ամենը։ Ու հետո եկավ մի պահ, որ արդեն պետք է թղթեր հանձնեմ, համալսարան նորից ընդունվեմ, այսպես ասած, ու սկսեցի իմ տխրությունը, իմ դժբախտությունը, այսպես ասած, չվարակեմ իմ շրջապատին, չէի ուզում տխրեցնել նրանց ու անդադ փորձում էի ինձ ուրախ պահել, ժպտալ, չգիտեմ, ուրախ դրվագներ պատմել Արցախից, այլ ոչ թե այն դժվարությունները, որի միջով մենք անցել ենք։ Ու անդադ փորձում էի բոլորին ճանաչել, հասկանալ, ով ինչպես է մտածում մեր վիճակի մասին ու փորձել ընկերություն անել։ Բայց իրականում ամենը շատ դժվար էր, որովհետև ամեն ինչ չէին հասկանում, ինչ կարգավիճակ է ու ինչպես խոսել մեր հետ։ Շատերը այլ մտածմունք ունեն ու վիճաբանություններ անգամ լինում, փորձում եք շրջանցել այդ վեճերը, որպեսզի ինչ որ ոչ, ինչպես ասեմ, ոչ դուրեկան իրավիճակ չստեղծվի կուրսում։ Հա, այնքան հետաքրքիր է։ Իրականում ես մտածում եմ, որ սա պարզապես Արցախից տեղահանվելու կամ Արցախից լինելու հանգամանքով էլ չի պայմանավորված, որովհետև այդ լոկալ հայրենասիրության պահերը շատ կան։ Օրինակ մարզի երեխաները, երբ գալիս են Երևանում ապրած երեխաների հետ կամ ես հիշում եմ ուսանողության տարիներին, մի փոքր տարբեր են լինում վերաբերմունքը, ընկալումները կյանքի մասին, ոչ միայն կյանքի, չգիտեմ, ուսման ամեն առիթով։ Ինձ թվում է, չեմ ուզենա, որ հիշես եւ շատ սրտիդ մոտ ընդունես ու մտածես, որ միակ օրինակը կամ թիրախավորված հենց արցախցի լինելու կամ չգիտեմ, քո հետ կապված է եղել, այդ շատ տարածված բան է։ Մի փոքր, եթե շարունակես ապրել, այդ փորձառությունը ունենաս, կհասկանաս, որ շատ են լինում այդ զուտ լոկալ մարզային հայրենասիրական հետ հատվածները։ Այնպես որ կուզենամ այս բանը մտքերդ շատ արագ անցնեն։ Օրինակ ասեցիք, որ ընկերներ եք հասցրել ձեռք բերել կամ մի փոքր դժվար է եղել այդ process-ը, ըստ ձեզ բնավորության գիծը կամ ինչ որ նախկինում Արցախում ինչ որ ակտիվություն, որ ունեցել եք կամ ինչ որ գործունեությամբ, որ այնտեղ զբաղվել եք, օգնել է արդյոք ավելի հեշտ դարձնել այդ process-ը, ոնց եք այնտեղ ավելի ինտրովերտ եք, էքստրովերտ եք, մասնակցում եք ինչ որ ծրագրերի եւ այլն, Էլեն, արի, քանի որ քո խոսքից գնաց քեզանով շարունակենք։ Վարի Դիանա ջան, իրականում ես այնտեղ ավելի էքստրովերտ էի, ավելի շատ էի փորձում շփվել մարդկանց հետ, նոր ծանոթություն, նոր միջավայր եւ այլն, բայց այստեղ հասկացա, որ արդեն կամաց գնում եմ դեպի ինտրովերտ, հասկացա, որ չեմ սիրում նոր ծանոթություններ, չգիտեմ ինչպես այդքանը փոխվեց, մի տեսակ բոլորը ասում էին, որ ես ավելի ինտրովերտ եմ հիմա դարձել, չգիտեմ, փորձում եմ նոր մարդկանց հետ չծանոթանալ, ինչ որ եթե օրինակ գնում եմ, ասենց ասեմ, ջիմ եմ հիմա ես այցելում, հիմա որ գիտեմ, որ կարող է վաղը գնամ, մարզիչ չլինի, այլ մարզիչ լինի ու նոր մարզիչի հետ ծանոթանամ, այդ ինձ այդ դուր չի գալիս այդ պահը, որ ես պետքա նոր մարդու հետ ծանոթանամ։ Նույնն էլ համալսարանում, եթե օրինակ նոր դասախոս է լինում, էլի չեմ կարողանում սկզբից հարմարվել նոր դասախոսին, նոր ծանոթությանը։ Չգիտեմ ինչու է այսպես ասած, միգուցե նորից ես վերադառնամ իմ էքստրովերտ կյանքին, որովհետև ինձ ավելի շատ դուր էր եկել իմ էքստրովերտ տեսակը, քան այս ինտրովերտ վիճակը։ Հա, ինձ էլ է թվում, նաև այն հանգամանքը, որ Նազելիի հետ համակուրսեցիներ եք, ինձ թվում է դա էլ պետք է օգտագործել, հիմա էլ Նազելիին խոսք տալով, նաև խոսքից բացի խորհուրդ տանք, որ ազդի եւ օգնի, որ Էլենը ավելի շատ վերադառնա իր հին էքստրովերտ եւ ավելի ակտիվ շրջանին, բայց մինչեւ հասկանանք Նազելին ինչպիսին է, քեզ հեշտ է տրվում նոր մարդկանց ծանոթանալը, ընկերներ ձեռք բերելը, միգուցե, չգիտեմ, օգնես Էլենին այդ հարցում։
Իմ մոտ էլ այդքան էլ հեշտ չի տրվում, բայց ասեմ, որ իմ մոտ ավելի շատ կաշկանդվելու, ամաչելու կողմն է, որովհետև ես չեմ կարողանում նոր միջավայրում միանգամից ակտիվ լինել, նոր ծանոթություններ փնտրել, բայց այդ նույնը կար նաև իմ մեջ Արցախում, բայց իմ առջև միշտ շատ-շատ մարտահրավերներ եմ դնում, ինչ որ միջոցառումների մասնակցում, կազմակերպիչ լինում, անգամ Արցախում մի հատ խոշոր միջոցառում էինք արել, Արցախ STEM Expo էր կոչվում, երկու անգամ արել ենք, մեկը միջմարզային Հայաստանի մարզերից էլ ենք բերել մոտավոր 500 երիտասարդի մեծ միջոցառում ա եղել Մարտակերտ քաղաքում, երկրորդը բլոկադայի ժամանակ ենք արել քիչ մարդկանցով, որովհետև տրանսպորտն էր այդ ժամանակ քիչ, մոտավոր 200 հոգով մենակ արցախցիները, ու իմ համար այդ շատ մեծ չելենջ էր, որովհետև լիքը կապեր էի ստեղծում խոսնակների հետ խոսալ, մասնակիցների հետ խոսալ, ու իմ թիմի ղեկավարը այդ գործը ինձ էր տվել, իմանալով, որ ամաչում եմ, նոր ծանոթություններ չեմ սիրում շփվել, ասել էր, որ այդ քո համար թող չելենջ լինի ու մարդկանց հետ շփվես, բացվես, հիմա էլ փորձում եմ իրականում սկզբի մի տարին երևի ոչ մի միջոցառման հիմնականում չեմ գնացել, շատ պարփակված եմ եղել, հիմա արդեն փորձում եմ հետ գալ միջոցառումների մասնակցել, կամավորություններ անել, ինչը շատ-շատ եմ սիրում, ու այդպես մի փոքր ցրել, զբաղեցնել մտքերս ու մտատանջ, մտահոգ չլինել շատ։ Մերսի շատ է։ Իրականում իմ հաջորդ հարցը ու զրույցը ուզում էի հենց այս առումով էլ տանել, մի փոքր հասկանալ մշակութային կյանքի մասը ոնց եք դառնում, ոնց եք ներգրավում։ Ու այս ընթացքում մտածում էի, քանի որ երկուսդ էլ Երևանում եք ապրում, բայց ոնց հասկացա Էլենը Ստեփանակերտից է եկել, իսկ Նազելին Մարտակերտից, մի փոքր տարբեր միջավայրերից եք եկել։ Օրինակ Հայաստանում քաղաքները շատ անհամաչափ են զարգացած։ Մենք ունենք Երևանը, որտեղ կենտրոնացված է բնակչության մեծամասնություն եւ նաեւ տնտեսությունն է հիմնականում կենտրոնացված Երևանում, մշակութային կյանքը նույնպես։ Երևանի հետ տենց եթե փորձենք համեմատել, Գյումրին մենակը կարողանա համեմատվել։ Ոնց էր Արցախում օրինակ Ստեփանակերտն ու Շուշին էին, հա, այս Երևան եւ Գյումրիի դերը տանում, թե մյուս համայնքներն էլ նույն կերպ զարգացած էին, այնտեղ մշակութային կյանքը նույն ձև ակտիվ էր, ու հիմա երբ որ տեղափոխվել եք, ոնց որ շատ դիսոնանս նկատվում է, թե չէ, օրինակ կոնկրետ Էլենի դեպքում Ստեփանակերտը եթե համեմատենք Երևանի հետ, Նազելիի դեպքում մի փոքր դժվար կլինի, որովհետև կոնկրետ Մարտակերտից չէիր, հա, այլ հենց գյուղից էիր, միշտ այդ գյուղի քաղաքի տարբերությունը կա, բայց դու ոնց կարողացար ադապտացվել։ Էլեն, քեզանից սկսենք։ Իրականում, եթե այս զրույցը անեինք երևի թե մի 5 տարի առաջ, ես կասեի, որ որ տարբեր են Ստեփանակերտի եւ Երևանի երիտասարդների ժողովրդի ընդհանուր մտածելակերպը, բայց ինձ թվում է հիմա մի տեսակ այլավ, քանի որ հիմա մեր առօրյա կյանքում կա ինտերնետը, համացանցը, հա, ու մենք անդադ ինչ-որ նոր բաներ ենք սովորում համացանցից, թրենդների ենք հետևում, նորաոճ ինչ-որ իրերի, չգիտեմ, եւ այլն, ինձ թվում է այսպես արդեն ավելի շատ ամեն ինչը հավասարվել է, ամեն մարդ ընդունում է իր ոճը ու չի նայում կողքին, այսինքն եթե Ստեփանակերտից գանք Երևան, տեսենք, որ Երևանի երիտասարդը հագնում է այս տեսակի շոր, մենք էլ կարող ենք սկսել այսպես հագնվել, չէ, ինձ թվում է հիմա այլ է, եթե Ստեփանակերտում մենք հագնում էինք այսպես, Երևանում էլ էին հագնում այսպես, ամեն ինչ արդեն գալիս էր էլի, այսպես ասած, թե ինֆորմացիան, թե նորաոճ իրերը, ամեն ինչ արդեն հասնում էր դեպի մեզ։ Դրա համար ես մի փոքր կդժվարանամ ինչ-որ բան համեմատել, ինձ թվում է ամեն ինչ նույնն է։ Ես այդպես եմ կարծում։ Իհարկե կան մտածելակերպի խնդիրներ, ինձ թվում է դա արդեն անձից է գալիս, այդ կապ չունի թե դու որտեղ ես բնակվում։ Այդ ավելի շատ արդեն անհատական է, ինդիվիդուալ է, այսինքն եթե ես մտածում եմ, որ այս պահարանը կարող էր սպիտակ լիներ ոչ թե սև, իսկ մյուս մարդը մտածի, որ սև պետք է լինի ոչ թե սպիտակ, այդ արդեն ինդիվիդուալ մտածելակերպ է, դա ավելի շատ ինձ թվում է էլի տարածքային ինչ չի։ Մերսի շատ։ Նազելի, դու ոնց կգնահատես տարբերությունները, հա, քաղաքի, գյուղի կյանքի, հիմա քաղաքում կյանքի, ոնց է քո համար շատ բաներ,
տարբերությունը շատ մեծ էր ադապտացվելու համար, թե հեշտ կարողացար։ Նախ ասեմ, որ գյուղի կյանքը լրիվ այլ է, ես պաշտում եմ գյուղի կյանքը ու բնությունը, ամեն ինչը, ես կարոտ եմ բնության ու ասեմ հիմա ինչով է պայմանավորված իմ ու իմ ընտանիքի Երևանում մնալը, պայմանավորված է առաջնային գործոնը աշխատանքով, քանի որ իմ ընտանիքը աշխատող մարդիկ են ու միշտ աշխատանք են ուզում ունենալ ու չեն սիրում պարապ նստել, ու մենք անալիզ անելով հասկացել ենք, որ մարզերում բնակվող մեր ինչքան բարեկամներ, հարազատներ ունենք, որ առանց աշխատանք են այս պահին ու իրանց ընտանիքը չեն կարողանում ֆինանսապես, չգիտեմ, ապահովել, ճիշտ է, Երևանում էլ այդ ամեն ինչը բարդ է, կրկնակի վարձեր եւ այլն, բայց կարողանում ենք աշխատել ու փակել այդ։ Ուզում եմ ասեմ, ես մեծ հաճույքով գյուղում կապրեի, որովհետեւ օրինակ իմ դեպքում իմ գյուղը ինչ որ հետամնացության խնդիր չուներ, նախ ասեմ գյուղում ակտիվություն կային խմբակներ, չգիտեմ ինչեր, ու մարդուն նախ կար հնարավորությունը, որ ինքը գար Ստեփանակերտ ինչ որ խմբակների, ես օրինակ գալիս էի շաբաթը 1 կամ 2 անգամ Ստեփանակերտում Թումո, հետագայում Մարտակերտում բացվեց, արդեն գյուղերից անվճար տրանսպորտ էին հատկացնում, որ երեխաները գնան Թումո, ով ցանկանում է, ուզում եմ ասեմ Արցախի գյուղերը, եթե համեմատեմ այստեղի գյուղերի հետ, մի փոքր տարբերություն կա հնարավորությունների առումով, այսինքն ուզում եմ ասեմ Արցախի գյուղերում հնարավորությունները ավելի մեծ էին ու դեպի քաղաք հասնելը, ինչ որ միջոցառման մասնակցելը, միջև բլոկադան իհարկե, խնդիր չէր ընդհանրապես ոչ մեկի համար ու այդպես, իսկ ինչ վերաբերվում է Արցախի քաղաքների ու այստեղի քաղաքների համեմատությունը, էլի չեմ կարա համեմատեմ, ուղղակի այստեղ մի քիչ մտածելակերպի ու ազատության հարցն է, ավանդությունների, ավանդապաշտությունների, այսինքն, սենց կարամ ասեմ, Արցախում բնակվող մարդկանց մեծամասնությունը պահպանողական մտածելակերպ ունի, այսինքն իրանք միշտ հինն են ուզում պահպանեն ու հնի վրա նորը կառուցեն, այսպես ասած, ու արժեքներ են կրում ու փոխանցում մնացածներին, իսկ ստեղ ավելի շատ ես տեսնում եմ ազատություն, հնի մոռացություն, ինչ որտեղ շատ լավ պահպանություն, այդպես դրա համար, իսկ Արցախում Մարտակերտը, Ստեփանակերտը, Հադրութը, Ասկերանը, իրանք բոլորը հավասարաչափ զարգացած քաղաքներ են եղել։ Իրականում շատ լավ է լսել, որ այդ անհամաչափ զարգացման խնդիրը չի ունեցել Արցախը, որովհետև Հայաստանում դա նկատելի է եւ գյուղերի տարբերությունն է նկատելի, գյուղ-քաղաք այդ հարաբերությունները եւ տարբերությունները շատ լավ է, որ այնտեղ գոնե այդ խնդիրներին չեք բախվել։ Հիմա քանի որ շատ ակտիվ անցյալ եք ունեցել, կուզենամ հասկանալ արդեն Երևանում, հա, ինչ որ համայնքի կյանքին մասնակցում եք, միգուցե կամավորությամբ եք զբաղվում ինչ որ հասարակական կազմակերպություններում, որովհետև Երևանում չափազանց շատ են հասարակական կազմակերպությունները, հետևաբար եւ այդպիսի ծրագրերին կամ կամավորությամբ զբաղվելու հնարավորություններն են շատ, հետաքրքրված եղել եք, թե չէ, միգուցե ուսանողական ինչ որ մարմինների եք անդամակցում եւ այդ մարմինների միջոցով եք ինչ որ գործունեություն իրականացնում կամ չգիտեմ, քանի որ երկուսդ էլ Երևանում եք ապրում եւ վերջերս Երևանում տրանսպորտի թանկացման հետ կապված ակցիաներ էին իրականացվում, հետաքրքրված էիք, թե չէ, օրինակ ցանկություն եղել է մասնակցեք, թե չէ։ Նազելի։ Իրականում ասեմ, որ հետևում եմ ամեն տեսակի թե հասարակական, թե քաղաքական ամեն տեսակի լուրերի ու փորձում եմ ակտիվություն ցուցաբերեմ այդ տրանսպորտի թանկացման ակցիաներին եւս մասնակցել եմ ու բավական ժամանակ չեմ վճարել, քանի դեռ այս տուգանումներ եւ այլն չեկան մեր հասարակություն, հետո ինչ կամավորություններ եմ անում, կամավորություն արել եմ շատ Արցախում, Արցախ Young Mind կազմակերպության հետ, որը երկու էքսպոներն են կազմակերպել համալսարանում ու խորհրդում ակտիվ ներգրավված
ենք ունեցել, ես էլ Էլենն էլ ու համալսարանի ուսխորհրդում պաշտոններ ենք ունեցել, բայց այստեղ համալսարանում ուսխորհրդում ակտիվություն չունեմ, համալսարանական ոչ մի միջոցառման գրեթե չեմ մասնակցում, միայն եթե ընկերություններ են գալիս ինչ-որ միջոցառում կազմակերպում ու աշխատանքի առաջարկներ են լինում, փորձում եմ համատեղել եւ մասնակցել, բայց դասեր եւ աշխատանք եմ համատեղում ու կամավորություն արել եմ Արցախում նաեւ մի կազմակերպության հետ on-line, իսկ այստեղ արդեն իրանց գրասենյակից եմ գնում կամավորություն անում, թաքնված ճանապարհ է կոչվում նախաձեռնությունը, ինքը աշխատում է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերի երեխեքի հետ, իրանց կրթությամբ ապահովում ուսման վարձով փոքր կազմակերպություն է, այս պահին է ընդլայնվում ու ես էլ իրանց հետ փորձում եմ ինչ-որ աշխատանքներ անել, եթե Սփյուռքից օրինակ օգնություններ են ուղարկում, փորձում ենք սահմանամերձ գյուղերի երեխաների տվյալներ հավաքել, այսպես պայուսակներ դասավորել եւ այլն, ուզում եմ ասեմ ակտիվ ներգրավվածություն ունեմ ու իրանք էլ իմ ուսման վարձն են փակում, քանի որ պետությունը ամբողջությամբ չի տալիս, այսինքն այս պահին էլ ունեմ ակտիվություն ու այդպես իմ առօրյան շարունակում եմ։ Ուրախանում եմ, երբ որ լսում եմ, որ կարողացել եք ունի մեջ ընկնել, հա, ու այն ինչ որ այն ակտիվությունը, որ կար Արցախում, տեղափոխել եք նաև Հայաստան, միայն ողջունելի է։ Էլեն, ճիշտ է, դու ասացիր, որ մի փոքր ինտրովերտ ես դարձել, բայց ինչ որ կամավորությունների կամ ինչ որ ծրագրերի մասնակցում ես։ Իրականում մեծ հաճույքով կմասնակցեի, բայց հիմա չեմ կարողանում ամեն ինչ հասցնել, բայց մինչև այս աշխատանքի ընդունվելը մորաքրոջս հասարակության կազմակերպության Արցախ Mass Center-ն է, Արցախի մայրիկների ակումբ կարող է որպես իմանաք, իրանք մի քանի միջոցառումներ են կազմակերպել, ես այնտեղ կամավորություններ էի անում, մինչև որ արդեն անցա աշխատանքի, երբ արդեն սկսեցի աշխատել, հետո արդեն ակադեմիայում էի սովորում, հետո արդեն համալսարանը ամեն ինչ չկարողացա հասնել ու կամավորությունները կրճատվեցին իմ առօրյայից, այսպես, դրա համար չեմ կարողանում հասնել կամավորություններ։ Երբ որ աշխատանքը կա, իրականում կամավորությանը շատ քիչ ժամանակ է մնում, միայն շաբաթ կիրակինները սովորաբար, այն էլ մտածում ես ամբողջ շաբաթ համ դասի ես գնացել, համ աշխատել ես եւ շաբաթ կիրակին գոնե ուզում ես վայելել, երբեմն միայն ինքդ քեզ հետ մնալով, դրա համար լրիվ հասկանում եմ, որ այս պայմաններում մի փոքր բարդ է պատկերացնել։ Քանի որ բավական ակտիվ եք եւ համալսարանում եւ չգիտեմ նաեւ աշխատավայրում միգուցե, ինձ հետաքրքիր էր այլ համայնքներից ընկերներ ձեռք բերել եք կամ ձեր ընկերները, ովքեր Արցախից տեղափոխվել են, միգուցե բոլորը չէ, որ հաստատվել են Երևանում, իրենց այցի գնացել եք կամ Հայաստանի պատմամշակութային կոթողներ, ես ուղղակի շատ ընկերներ ունեմ Արցախից, ովքեր երբեմն Հայաստանի տարբեր մարզեր կամ կոնկրետ քաղաքներ նմանեցնում են Արցախի կոնկրետ քաղաքի հետ, չգիտեմ, ասում են Սյունիքի բնությունը շատ նման է Հադրութին եւ այդ անտառները կամ Տողի, Տումիի անտառներին կամ Դիլիջանն է շատ նման, օրինակ դուք հասցրել եք ճամփորդել նմանություններ նկատել եք, թե չէ։ Նազելի։ Իրականում, հա, հասցրել եմ ճամփորդել, բայց շատ քիչ տեղեր։ Վերջերս գնացել ենք Լոռին, Արշավի, Օձուն ենք գնացել 3 ուղղություններ՝ Օձուն, Քոբայր ու Հոռոմայր, ինքը բավականին ոտքով քայլելու Արշավա, Օձունից ոտքով դեպի Հոռոմայր, հետո ոտքով Քոբայր, ինքը 8 կիլոմետր ու կարող է ավելի արշավ էր ոտքով գնալու ու ասեմ ինչքան է իմ մոտ չգիտեմ զգացողությունների խառնուրդ եղել ես շատ եմ նմանեցրել Արցախի բնությանը ու այդ ոտքով արշավը որ գնում էինք ճանապարհին ինչ որ բույսերի հոտեր բան լակ բայց որ դաշտերում է աճում այդ Արցախում շատ կար մեր տան մոտ էլ կար այդ համը շատ էի կարոտել ու նաև հոտը ես այդ արշավի վերջում ասել եմ որ ես ստեղից Արցախի հոտն եմ զգացել շատ լավ զգացողություններ եմ ունեցել այդ օրը ու ասեմ, որ Լոռվա, Տավուշը, Սյունիքը շատ եմ նմանեցնում Արցախին, մանավանդ Լոռի բնությունը ու այդպես շատ էմոցիոնալ, հավես, սիրուն մտքերով հետ տանելու օր եմ ունեցել
օգոստոսի վերջեր։ Ազատ եմ մնում ու որոշակի ժամանակ ունեմ, դա ինձանից իրականում մեծ գումար էլ չէր պահանջում, հանրային տրանսպորտով ուղղակի կարելի էր գնալ ինչ-որ մի քաղաք, որը մոտավորապես 2 ժամ հեռավորության վրա է, մի փոքր շրջել ու հետո հետ վերադառնալ։ Ձեզ էլ խորհուրդ կտամ, եթե մտածեք երկար արշավային ինչ-որ բան պլանավորելու ժամանակ չունեք, այսպես կարող եք գնալ, այցելել ու նաև նոր ընկերներ կձեռք կբերեք վստահաբար։ Ես շատ շնորհակալ եմ իրականում այս անկեղծ ու շատ ջերմ քննարկման, ավելի շուտ այս զրույցի համար, շատ նաև ուրախ եմ, որ անձնական պատմություններ պատմեցիք, մի փոքր այդպես շատ ձեր էմոցիոնալ ինչ-որ ստացվեց միգուցե, բայց երևի հենց այդպես էլ պետք էր, որ ստացվեր։ Իսկ մեր ունկնդիրներին խորհուրդ կտամ հետևեք Restart Գյումրիի պաշտոնական էջերին, լսեք մեզ YouTube-ում ու սպասեք հաջորդ ոդքասթներին։ Ցտեսություն։